Ողջույն ժողովուրդ ջան, ողջունում եմ բոլորիդ։ Սկզբի համար չեք մոռանում ձեր լայքերը գրանցվեք իմ ալիքին, որը որ շատ կարևոր է ինձ համար։ Ես 5 օր եթեր դուրս չեմ եկել։ Ինա դու իհարկե ուզում էի սպասեի միջև Վարդան Ղուկասյանի դատին, հետո արդյունքներին, հետո պաշտոնական հայտարարություն եկավ, որ լավ արդյունքներ են գրածվել, ձեր հետ միասին ուրախացել եմ։ Եվ հիմա ինչ որ ասեմ, դա չի նշանակում, որ չպետք է ուրախանաք, բայց միշտ ճշտվել է, որ Վարդան Ղուկասյանի ապահովության եւ գործին չվնասելու համար այսպիսի լոզունգներ կան, ինչ ինֆորմացիա չեն հայտարարում, բայց ես նկատել եմ միշտ, որ այդ ինֆորմացիան ինչը որ չեն հայտարարում, իրականում եղել է բաց թափանցիկ եւ բաց աղբյուրներում միշտ եղել է պաշտոնական Միացյալ Նահանգների աղբյուրներում միշտ եղել է բաց, ով ուզելա կարացել է մտնի նայ կամ ով տեղի իմացել է մտե նայելա, ինչ որ մի հատ թաքֆուն բան չի եղել, թե ինչ Ագետ 007-ի Ագետ 007-ի պատմությունն են մեր գլխին սարքե, այս պատմությունը ես չեմ հասկանում, կամ ում եք դուք աստվածացնում, ես էլ չեմ հասկանում, քաղաքական գործի չեք դուք աստվածացնում։ Էդի ամենասխալ բանն է, դա լինում է միայն կոմունիստական հետամնաց երկրներում։ Եթե ինչ-որ մեկ ուզում է կոմունիստական լիդերական շահեր բերի մեր երկրում, առաջի կրիտիկա անողը ես եմ լինելու, դա միշտ իմացեք։ Բայց նայեք, ժողովուրդ ջան, ուրեմն հիմա արդեն համացանցում պատտվում են նորություններ, որտեղ որ Ռուբեն Վարդանյանը ավելի ազատ է իր հայտարարությունների մեջ, ավելի շատ ինֆորմացիա կա, որը որ նստած է Ադրբեջանում, քան թե Վարդան Ղուկասյանը Միացյալ Նահանգներում։ Ինքներդ տեսել եք, թե ինչ նորություններ են պատտվում համացանցում։ Հենց այս ինֆորմացիան ուղիղ կբերի վնաս, եթե դեմը չառնեք, ուղիղ կբերի վնաս Վարդան Ղուկասյանի գործին։ Քանի որ եթե հայ հասարակությունը սկսի Միացյալ Նահանգներին վերաբերվել որպես բռնապետական երկիր, հասկանում եք, այդ ամեն ինչ հետալու է հասնի դատարանին, ոնց որ այն գցած վիդեոն, հիշում եք, որ վիդեոն գցել էիք դատարանից, որ նկարել էին, այդ ձև հետալու է հասնի դատավորի ականջին եւ դատավորն էլ իհարկե նեգատիվ ինֆորմացիան ընդունելով նեգատիվ որոշումներ կարող է կայացնի։ Դրա համար ժողովուրդ ջան, նայեք ուշադրություն դարձրեք, միջև հիմա չեն հայտնել, թե որոշման օրը երբ է լինելու, այնինչ Ամերիկայի պաշտոնական այդ էջի մեջ նորմալ գրված է օրը, թե երբ է լինելու այդ օրը, բայց անես տպավորություններ ստեղծված դատից հետո, որ հեսա 3-4 օրում պետք է որոշում կայացվի։ Այդպիսի տպավորություն, իրանք ընդհանրապես օր չեն ասել։ Հիմա արդեն սկսում են ասել 10 օր, հնարավոր է 15 օր, ոչ, օր կա, ժամ կա նշանակված, ինչու ժողովրդին չեք հայտնում։ Ընչեք նենց անում, որ ուրիշները օգտագործում են Ռուբեն Վարդանյանի հարցը Ադրբեջանը, որ այնտեղից կարող է հայտարարություններ անել, որ ավելի բաց է, քան թե Վարդան Ղուկասյանը, որ իրականում այդպես չի։ Ես առաջի օրվանից ասել եմ, որ Վարդան Ղուկասյանի այդ ինֆորմացիան վակումը ստեղծված արհեստականորեն ու վաղ թե ուշ այդ անողները պատասխան եք տալ ու կապ չունի։ Վարդան Ղուկասյանը դուրսնա, ներսնա, եթե մտածում եք, որ Վարդան Ղուկասյանը պետք է դուրս գա ու ես ձեզի չեմ հարցնելու, ապեր, ես ինչի եք ժողովրդին մոլորացնում, դուք չարաչարողորեն սխալվում եք։ Չարաչարա, ցենց անգնելու եմ հաթաթ ձեր հետևից, դա միշտ հիշեք։ Ուրեմն նայեք ժողովուրդ ջան, Ամերիկայի Միացյալ Նահանգները այն սկզբից միշտ տեղեկացրել է ամեն ինչ պաշտոնական ձևով, բաց էջով, ինքները տեսել եք, թե Վարդան Ղուկասյանը որտեղ է, իրավիճակը ոնց է։ Տեղեկացրել է, որ Վարդան Ղուկասյանը Հենդերսոնում է։ Տեղեկացրել է պաշտոնական էջով։ Պրոստը վատը գիտես որն էր, որ ես այդ պահին այդ պաշտոնական էջերի տեղը չգիտեի։ Հետո իմացա, հետո մարդիկ էլ իմացան։ Մի խոսքով, տեղեկացրել է, որ Վարդան Ղուկասյան անուն ազգանունով, այսից ծննդյան թվով, այս ինչ ամսա թվով, այս ինչ մարդը գտնվում է Հենդերսոնում, ինչը որ մեզանից թաքցնում էին։ Հետո նաև տեղեկացրել է, թե որտեղի դատարանի տեղը, որն էլ ինչը մենք էինք ընկած Մանգալիեսյանեյան, հետո նորմալ իսկի չէին էլ գրում որտեղ է։ Հիմա էլ թաքցնում են, թե Վարդան Ղուկասյանի վճռի օրը երբ է։ Իսկ վճռի օրը պաշտոնական էջում գրված է ապրիլի, ուշադրություն, ոչ թե մարտի, այ ապրիլի 25-ին։ Ապրիլի 25-ին Վարդան Ղուկասյանի վճռի օրն է։ Չնայած ես ու լրացում հետո կշարունակվենք, քանի որ չի փոխվում վիդեոյի իմաստը ժողովուրդ ջան, բայց պետք է այս լրացումը, եթե անգամ ապրիլի 25-ը ոչ թե Վարդան Ղուկասյանի
դատավորի այդ որոշման օրն այ հերթական նիստի օրն ասա ընդհանրապես չի փոխում վիդեոյի իմաստը, քանի որ ձեր ինֆորմացիոն վակուումի պայմաններում հնարավոր է որ սխալ ընկալում լինի թե ժողովրդի մոտ, թե բլոգերների մոտ, որտեղ ոչ մի տարբերություն չկա, թե բլոգերի մեջ, թե սովորական մարդ, մենք բոլորս է սովորական մարդ ենք։ Դրա համար, եթե անգամ այդպես է, ես կարևոր համարեցի սա շեշտեմ, որը որ վիդեոյի մեջ չի շեշտել, եթե անգամ դա տեսա, էլի մեղքը ձերն է։ Որ հետո չասեք, այդ օրը սովորական դատի օրն է, ոչ թե որոշման օրն է, ինչ եք այդպիսի հայտարարություն անում։ Դուք էլ եք, դուք արեք։ Ուզում եմ շեշտեմ, որ այնտեղ գրած չի, որ սա վճռի օրն է, այնտեղ գրած է, որ հաջորդ նիստը, դատական նիստը, այսինքն իսպաներեն կոչվում է աուդենցիա, այդ աուդենցիան ապրիլի 25-ին է։ Համի կասեն մենք չենք հրապարակում Վարդան Ղուկասյանի անվտանգությունից ելնելով։ Ուրեմն հա, հեսա կիլերը հավա, գիտեք ինչ, լրիվ տուպոյ գյադայա, նստած սենց զենքը բաննել են, գլուշից ելնել սենց ֆրցանում ա զենքի վրեն, ասում է, սա մեր լենդրուշը եթեր դուս կգա, մեզի կասի օրը, ժամը, տեղը, մենք էլ այդ վաղ կեթանք Վարդանի, դուք հիվանդ չեք հոգեկան, ես էլ եմ ասում, ես ինչ բանը Ջեյմս Բոնդի բան եք սարքե, կինո եք սարքե, եթե բաց աղբյուրում գրված է, եթե ինչ-որ մեկ ուզենա վնաստա հանգիստ կմտնի, ազնից ավելի շատ բան կիմանա կմտնի ինձ կնայի, եթե հանգարց իրան պետք կլինի օրը, տեղը, ժամը։ Հնչի դուք եթե մեկին մի բան խափում եք, էդի ժողովրդին եք խափում։ Հնչեք մեր ժողովրդից փշերի վրա sense պահում, ես չեմ հասկանում։ Ընչեք մեր ժողովրդին խափում, ընչեք sense այս մարդկանց տանջում, ես չեմ հասկանում։ Դուք գիտեք այս հարցերը մենակ ես եմ դուս տալի։ Համի մարդիկ իմ նման գիտես ինչքան մարդ կա, որ հանուն արդարության է պայքարում, ոչ թե հանուն Վարդան Ղուկասյանի։ Հանուն արդարության, համի ինչքան արդար է, որ դուք Ամերիկայի Միացյալ Նահանգներին սարքում եք բռնապետական երկիր։ Այն դեպքում, երբ որ Ամերիկայի Միացյալ Նահանգները միշտ հրապարակել է իրական տվյալները։ Միշտ Ինչքան է ձեր գործողությունը արդար։ Ստեղ են ասում, այ ձեր յուրդը չբլի, ինչ եք ուզում է ժողովրդին, արա նորմալ ինֆորմացիա տվեք, մարդիկ չեք տենում անհանգիստ են, արա դուք միայն սովորական մարդուն եք խափում, վնաստավորին չեք կարա խափեք, որտեղ բաց աղբյուրում դրած է։ Բաց աղբյուրում դրած է։ Սպոնիկ էլի արա։ Հետո ասում եի չխոսանք, ես էլ եմ ասում 5 օր չեմ խոսացել, ինա դու 5 օր, 5 օր, ընդհանրապես եթեր դուս չեմ եկել, ընդհանրապես։ Չէ, մի թո մարդիկ նստեն ամեն օր սպասեն, թե երբ է դատավորելն ու վճռանի, այն դեպքում երբ որ օրը նշանակված է։ Մտեք, ինքներդ մտեք, հենց մի, ես գիտեք ինչի ցույց չեմ տալի, ոնց որ անցյալ եթերին ասիմ։ Ընդ է պրոստը գրածա դատավորի անունը, բան չեմ ուզում հրապարակեմ, որ էլի գործին վնաս չտամ, որ Վարդանին վնաս չտամ։ Որտեվ արդեն հասկանում եք, չէ, դատավորը շատ ոնց որ զգացմունքային մարդ է, մի հատ վիդեոյի համար կարող ասես նեխի ու սա հեչ անի։ Թե ում եք ումից եք թաքցնում, ինչի մարեք թաքցնում, ինչի եք դուք ձեր ժողովրդին սենց մատների վրա խաղցնեմ, ես չեմ հասկանում։ Արա ասեք ապրիլի 25-ին է։ Հելեք ասեք ապրիլի 25-ի Վարդան Ղուկասյանի վճռի օրն է։ Վերջ, այս պահին, եթե հանգարց դատավորը փոխեց, մենք ձեզի տեղյակ կպարենք։ Ու այդ սկրինշոթերը, բան, այդ սայթը, այդ ամեն ինչը ես ունեմ, հանգարց մեկը որ ելավ ասեց, գիտեք ինչ, հետո որ բանը, ասված չանի որն է, եթե օրը փոխվի, ցենք ավելի մոտիկանա, ոյն, ավելի լավ, շատ լավ, եթե դատավոր տենց որոշի։ Բայց որ այս պահին ապրիլի 25-ը նշանակված է, ու ես այդ իմացել եմ հենց ամսի 17-ի իմ մոտ արդեն իրիկվակում, հենց նույն օրը, որ Ամերիկայի Միացյալ Նահանգները արդեն հրապարակել է օրը ու ժամը, զափաստ է, իմ մոտ ես սկրինշոթը սենց արել եմ, պահել եմ, այ հենց համի էլ մտնես տենց է, դե դուք գնացեք ժողովրդին խափեք, ասեք գիտեք իսկա, չգիտենք երբ կելնի դատավորը կասի, այ քեզ բան, Սարքել են ագիտ 007-ը, ու գիտեք ինչ կա, ճիշտ են ասում ինչ-որ միտե, որ ասում են Ռուբեն Վարդանյանը, բա Ռուբեն Վարդանյանը մի երկու հատ հայտարարություն անում, իսկ դուք նենց եք ներկայացնում, որ Վարդան Ղուկասյանի հետ կապ չկա, սուտը թե կապ չկա, ես անգամ բան եմ հրապարակի ինչպես կարելի է կապնվել Վարդան Ղուկասյանի հետ,
В общем, թարգը տվեք մեր ժողովրդից։ Ես ասում եմ Վարդան Ղուկասյանի հելնելը ձեզի չի լինելու փրկություն։ Ձեզի լինելու է այն դժողքայի պայմանները, որովհետև մարդիկ էլ նույնպես ես համոզված եմ, ժողովուրդ ջան, գրեք հələ իշքան մարդ կա, որ իմ նման է մտածում։ Այս դրա համար որ պետք է պատասխան տան։ Այ դուք նստելու եք ու հաթաթ պատասխան տակ, թե ինչ եք ժողովրդին մատների վրա խաղցրե։ Ու հենց այդ հարցը ուղղվելու է Վարդան Ղուկասյանին, որ Վարդան Ղուկասյանը ձեր հարցով զբաղվի։ Ու Վարդան Ղուկասյանն էլ մեզի բոլորից պետք է պատասխան տա։ Կարող եք գիտեք սարփությունն է ինչա։ Վարդան Ղուկասյանը հելավ քաղաքական գործիչ է, իմ դեմ ինքը պատասխանատու է։ Այս բոլոր հայերի դեմ սրտացավ հայերի դեմ, եթե դու ուզում ես լինես մեր երկրի ղեկավարը, դու ուզում ես լինես իմ աշխատողը, ուզում ալի Վարդան, ուզում ալի ուրիշը։ Պետք է այս արասներից համար պատասխան տակ։ Մենք էլի միջև վերջ պայքարելու ենք Վարդան Ղուկասյանի արդարության, ազատության համար, քանի որ իր դեմ կեղծ գործեր են շինված, եւ ես պատրաստ եմ տարիներով անգամ պայքարել Վարդան Ղուկասյանի ազատության համար, քանի դեռ իր դեմ շինծու գործեր են։ Իսկ ինչ վերաբերվում է այս ձեր վերաբերմունքի համար, սրա համար դուք պետք է պատասխան տաք, հեսա կտենաք ոնց եք պատասխան տալու, դուք սպասեք։ Երիք հելա բոլորը վարա սաղներին մատների վրա սես խաղցնելով բան։ Ժողովուրդ ջան, ամսի 25-ին, ապրիլի 25-ին պաշտոնական կերպով հայտարարված է Ամերիկայի Միացյալ Նահանգների տրիբունալի պաշտոնական էջում գրված է, որ ամսի 25-ին լինելու է Վարդան Ղուկասյանի վճռի օրը։ Եվ ինչ որ մեկը թող փորձանի հելնի ասի, որ ես հայտարարել եմ թաքուն ինչ որ ինֆորմացիա, որ բայց աղբյուրում դրված է, թաքուն ինֆորմացիա եւ Վարդան Ղուկասյանի անվտանգությունը, չգիտեմ, հարցականի տակ եմ դրել։ Հələ սրանց խելքը նայի։ Պատկերացնում եք ժողովուրդը։ Համի ես էլի եմ ասում, պատկերացնում եք այս բանը, կիլլերը նստած գլուշի տելեֆրծնում, նայում եմ ասում, սպասեմ հեսա եթեր կելնի լենդրուշը հայտարարի, այն դեպքում որ բաց աղբյուրում դրած արա։ Համ ինչ վերաբերվում է ժողովուրդ ջան Նիկոլ Փաշինյանին, Նիկոլ Փաշինյանը բերեց, ես ասում ենք, չէ՞, դե թուրքական ծրագիր առաջ տանում էդի, թուրքի, sense ոչ մի բան չի տարբերվում, sense ամեն ինչ տալիս է թուրքերին, ամեն ինչ զիջում է, ամեն ինչ հա, թուրք լրագրողներին որ բերեց Հայաստան, է դրանց մեջի չեմ հիշում որնա, չեմ էլ ուզում իմանամ, այն քյաչալը որ կա, այդ քյաչալը Երևանում գնաց կանգնավ են բանը պարսկական մսկիթի դիմացը, դա այդ մսկիթը պարսկական ներկայացրեց որպես թուրքական պատմական մսկիթ, դրան էլ գումարած ընդհանրապես սաղ Երևանը ներկայացրեց որպես թուրքական քաղաք, պատմական քաղաք։ Այսա Նիկոլ Փաշինյանը։ Հələ էլ չասեմ, այս վերջի 3-4 օրում արդեն Ադրբեջանը 8 անգամ կեղծ հայտարարություն է տարածել, որ Հայաստանի զինված ուժերը կրակ են բացել Ադրբեջանի զինված ուժերի այսպես կոչված դիրքերի ուղղությամբ, որն էլ որ իհարկե sense մտում պաշտպանության նախարարությունը հերքում եւ հերքում է։ Սա ինչ է նշանակում, որ կամ Ադրբեջանը քեզից էլի ավելի շատ զիջումների է սպասում, չնայած ձեր լավատեսական հայտարարություններին, բայց մենք էլ զիջելու բան չունենք, չնայած եթե անգամ զիջեք, այդ նույն ստրատեգիան միշտ անելու են, միջև աշխատում է թուրքը ոչ մի լեզու չի հասկանում, երբ որ դու հավասարը հավասարի հետ իր դեմը չես կանգնում խոսալ, ես մեռա ասելով։ Իսկ դրա համար մենք ինչքան ունենք 5 տարի ժամանակ, 5 տարվա մեջ մի հատ բարեփոխում եղել է, հեսա սրանք էլ քելնենք ասեն թաքուն է, այդ թաքունով թաքունարիկ թողիկ։ Գիտեք ինչ կա, որտեվ այդ թաքունի տակ ինչ ասես ինչ կասես կարաս ուտես, ինչ թալանը լինի կարաս անես, ժողովուրդ ջան։ Դասես դե որ քեզնից պատասխան ուզեն թաքուն, անվտանգության հարցեր կա։ Բայց մի հատ տեսանելի փոփոխություն կա, մի հատ ցույց տվեք տենանք։ Հələ ես էլ չեմ ասում, որ ինչքան մարդ կար հելնում էին, չգիտեմ, դե խոսում էին ժողովուրդ ջան, մեզի 2 տարի ժամանակ տվեք, հեսա մենք ընդեն զենք ստեղծենք, որ թուրքը, չգիտեմ, գլուխը պատին կտա թե Սյունիքի վրա կհարցակվի։ Դա արա վիդեոներ են գցում, զորքը բերում են դեպի սաղման։ Այդ զենքերին ինչ եղավ 2 տարի ժամանակ էիք ուզում այն ժամանակ, չգիտեմ, փող էիք հավքում, ինչեր էիք անում, 5 տարի անց է, այդ զենքն ինչ եղավ, թաքունա, պատասխանը էտա լինելու, թաքունա, սեկրետնի ինֆորմացիա, դա լմա Վարդանի պատմությունը, թաքունա սաղաշարը գիտի, մենակ ժողովրդից են թաքցնում, էդ էլ եղավ, թաքունա, թուրքը գիտի, բայց ժողովրդից թաքցնում են, թաքունա, եղավ, Այս էի ուզում ասեի ժողովուրդ ջան, Հայաստանում զգոն եղեք, որտեվ
Նիկոլ Փաշինյանը իրոք լրիվ թուրքամետ գործողություններ է տանում, անգամ եթե խաղաղության պայմանագիր կնքի խաղաղություն չի լինելու, ես ուղիղ ասում եմ, ուստե չգաք ասեք, գիտեք ինչ կա, դու քրիտիկա ես տարածում, չգիտեմ, պանիկա ես տարածում։ Դու 1000 տարի Թուրքիա հետ խաղաղություն չի եղել, հեսա շուտ թուղթ ստորագրի խաղաղություն ալնում։ Նոյեմբերի 9-ի թուղթ ստորագրին որ մի կետը պահվա է, որ հիմի ինչ-որ մի բան պետք է ստորագրեն, դրա կետը պահվի, չի պահվելու, արա, չի պահվելու, հասկացեք։ Խափում են, սուտ են ասում, չի լինելու, ոչ մի փաստաթուղթ էս աշխարհում, ոչ մեկի անվտանգությունը չի պահում։ Անվտանգությունը լինում է այն վաղ, երբ որ դու հավասարի դեմ կանգնած ես, մի անգամ բացատրեցի։ Եթե քո մոտ զենք կա, իմ մոտ զենք կա, մենք կարանք հավասար նստենք իրար հետ խոսանք։ Եթե քո մոտ զենք կա, իմ մոտ զենք չկա, ես չեմ կարող քո հետ հավասարի նստեմ խոսամ։ Հասկանում ես, որտեվ ուժը քո դեռն է։ Այս աշխարհը սենց է դասավորված։ Իսկ դրա համար 5 տարի ժամանակ ունեինք։ 5 տարի քիչ չէր։ Մի խոսքով ժողովուրդ ջան, այսօր այսքանը, շատ չեմ ուզում երկարացնեմ իմ հաղորդումը եւ նորից կոչ եմ անում հերիքա ու բոլա վակուումային սենց ինֆորմացիոն սով ստեղծել Վարդան Ղուկասյանի կերպարի կողքերը, հերիք եղավ։ Վարդան Ղուկասյանը աստված չի, հրեշտակ չի, ոչ էլ ագենտ 007-ն է։ Ու այսօր բանը հասել է նրան, որ Ամերիկան արդեն բռնապետություն է։ Ստեսյուն աջողություն։